Դիմումները սեղանի վրա են, աշխատատեղերն էլ ազատ։ Հուլիսի 29-ից Պրոշյանի գյուղապետարանի միակ աշխատակիցը նորընտրված գյուղապետ Արթուր Մուրադյանն է։ Գյուղապետարանի 15 աշխատակից սեփական դիմումի համաձայն դուրս են եկել աշխատանքից։ Ամեն մեկս մեր մեջ քննարկել եւ ընդհանուր եկել ենք այն եզրահանգման, որ մենք աշխատանքից դուրս են գալիս, որն էլ իր հերթին բողոք է ուղղված համայնքի ղեկավարի սպանության, Մուրադյան Հրաչի սպանության գործի չբացահայտման հետ։ Մոտ 4 ամիս առաջ սպանել են գյուղապետին, գործը դեռ բացահայտված չէ, ուստի մենք սրանով նաև բողոքի արտահայտություն ենք անում։ Առանց մեր ընկերոջ սենց դիմեմ մեր երջանկալի շատակ Հրաչ Մուրադյանին, առանց մեր ընկերոջ մենք այստեղ անելիք չունենք։ Ճիշտ է, գյուղացիների կեսը մեզ ընտրել է, մեզ է ընտրել։ Իրանց համար էլ ասա, չգիտեմ, դժվար որ մենք հեռանում ենք։ Եվ բողոքի որպես բողոք, որ չի բացահայտվել մեր հարգելի Մուրադյանի սպանության գործը։ Մենք շատ ենք ուզում իմանալ ով է դա արել, ինչի համար, չգիտեմ։ Սա այստեղ մարդկային ինչ-որ կուսակցական հարցեր չենք քննարկում, այստեղ ամեն մարդ յուրովի մարդ է իր համար։ Մենք չենք կարող անձնավորել ու ասել ինքը լավ գյուղապետ չի կամ չգիտեմ, այդպես բան մենք չենք կարող ասել ուղղակի։ Դեռ չգիտենք, չէ՞։ Մի քանի տարի հետո գուցե ասենք, բայց հիմա մենք այդպիսի բան չենք կարող ասել։ Ուղղակի ինչ-որ, չգիտեմ, մթնոլորտը այն չի։ Մենք չենք կարող աշխատել։ Ուղղակի չենք կարող։ 2013 թվականի ապրիլի 2-ին սպանվեց Պրոշյանի գյուղապետ Հրաչյա Մուրադյանը։ Նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնցում հաղթեց Արթուր Մուրադյանը։ Նորընտիր գյուղապետն ասում է, որ սպասվող հրաժարականների մասին իմացել է նախորդ օրը մամուլից, աշխատակիցների որոշումն իր համար անակնկալ է եղել։ Ես էլ նույնպես հետաքրքրում եմ, ինձ էլ հետաքրքիր, որ շուտ բացահայտվի սպանության հարցը, նորից եմ պետք Հրաչ Մուրադյանը իմ մարտական ընկերն է։ Մնացածը ես տեղակ չեմ իրավաչի։ Ցանկություն ունեն, թող աշխատեն նորից, ես չեմ պատրաստվում իրանց հեռացնել։ Իսկ եթե իրանք հեռանում են իրանց կամքով, բնականաբար կան նոր աշխատողներ, ունենք գյուղում շատ լավ կրթված երիտասարդներ, որ կարան աշխատեն, ինչ է։ Գյուղապետի աշխատասենյակում էր գյուղի բնակիչներից Սուսաննա Գաբրիելյանը։ Նա գյուղապետարանի աշխատակից չէ, թեև համագյուղացիների խոսքով մի քանի օր է, ինչ գյուղապետարան է գալիս կարծես աշխատանքի։ Վերաբերում հիմա իմ կարգավիճակին ես բնակիչ եմ, իրավունք ունեմ ծանոթանալու, գուցե քննարկելու, գուցե հրաժարվեմ հետագայում առաջարկված պաշտոնից։ Ամեն դեպքում դա իմ իրավունքն է։ Պարզապես ես ուզում եմ հասկանամ, եղել է առաջարկ, որի հիման վրա դուք գալիս եք ծանոթանում եք աշխատանքին, բայց որովհետև հրաման չի եղել։ Այո, պաշտոնական հրաման դեռ չկա, եթե լինի ես անձամբ կհրավիրեմ, կամ ճիշտ չէ։ Իսկ գյուղապետարանի արդեն նախկին աշխատակիցների համար սա աշխատանքային վերջին օրն էր։